Մի հատ կասեք, այս անդիմադիրներից, այս տեխնացուներից կոնկրետ ովքեր էին քայլեր ձեռնարկում այս ամեն ինչի դերն առնելու համար։ Կոնկրետ ովքեր էին հանրությանը մանրակրկիտ ու ճշգրիտ քաղաքական գիտելիքներով բացատրում իրավիճակը, որ հիմա հետ գնալ տարիներով ամենտեղ հանդիպելու եք մենակ Լուիսի բանակին, որովհետև մենակ Լուիսի բանակն ա եղել այդ իրազեկողը, բացատրողն ու պայքարի ձգտողը։ Աղավնոն բնակեցնելու ու պահպանելու փորձերից մինչև ոսկեպարու Կիրանց։ Հենց մինչև այսօր քանի տգետ կա, որ մեզ ասում են, հա գնացիք ոսկեպար բախիչ փրկեցիք, որ ոսկեպարն ու Կիրանցը։ Դուք պատկերացնում եք սրանց տգիտության աստիճանը, ասենք որ նմաններին չգիտես անգամ ոնց որակավորես ու ինչ ասես։ Ու հիմա հանկարծ մի հատ նոր խնդիր են գտել, իբր 3 կամ մի քանի տարի առաջ այդ խնդիրը չկար, էլի։ Ուրեմն ես դες ասեմ իմացեք, որ ձեր այդ տեխնացուները, ովքեր հիմա նոր են խոսում Տիգրանաշենից, իրենք մեր երկրի ճակատագիրը ծառայացնում են որպես նախընտրական քարոզչական նյութ, ու դուք հույս եք կապում դրանց հետ։ Իրոք սրտացավ ուժը մինչև ընտրություններն էլ է դրանից խոսում։ Այդ խնդրի լուծման առաջարկներն էլ է անում ու ոչ մի վարքյան չի մոռանում մեր վրա ծառացած խնդիրները։ Ոչ թե սպասում է ընտրություններին իր տեխնացությունը դնի նոր ազգասեր ու մտահոգված հայրենասեր խաղա։ Բա մինչև էս էլ խոսայիք, սա շատ վաղուց խնդիր է։ Ինչի եք նոր հիշել։ Դրա համար ես դες մի բան կասեմ, ավելի ճիշտ կվերահաստատեմ ասածս, որ Հայաստանի խնդիրները չեն լուծվելու հերթական ընտրական շոուներով, փոխադարձ մեղադրանքներով, քֆուրներով կամ հասարակության վախերի վրա քաղաքական միավորներ հավաքելով։